Մշակութային ինքնաարտահայտման ձևերի բազմազանության պաշտպանության և խրախուսման մասին ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2005 թվականի կոնվենցիայի 20-ամյակին նվիրված մշակութային խաչմերուկներ Երևանյան միջազգային համաժողովի շրջանակում այսօր տեղի ունեցավ Գյումրու դարբնության ավանդույթը նամականիշի մարման արարողությունը։ Հարգելի տիկնայք եւ պարոնայք, 500 հրհրդրամ անվանական արժեքով նամականիշի վրա պատկերված են աշխատող դարբիններ եւ մուրճի ու շիկացած մետաղի հպումից առաջացող կայծեր։ Նամականիշի վրա նաև տեղադրված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի լոգոտիպը, քանի որ Գյումրու դարբնության ավանդույթը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում։ Նամականիշի մարումն իրականացրին վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Գևորգ Մելիքսեթյանը, Հայաստանի ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային համաժողովի գլխավոր քարտուղար Դավիթ Կնյազյանը, մշակութային ինքնաարտահայտման ձևերի բազմազանության պաշտպանության և խրախուսման մասին ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2005 թվականի կոնվենցիայի քարտուղար Տուսեն Տիենդրեբիեգոն, HiPost փակbaşնետիրական ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Շուշան Ալեքսանյանը, ֆիլատելիստների հայկական ասոցիացիայի նախագահ Հովիկ Մուսայելյանը։ 1, 2, 3 Նամականիշի մարման արարողությանը հաջորդեց մշակութային խաչմերուկներ Երևանյան միջազգային համաժողովի փակումը։ Հիշեցնենք, համաժողովը 3 մեկնարկել էր Երևանի սրտում հին ձեռագրերի պահպանման աշխարհի ամենահարուստ կենտրոններից մեկում Մատենադարանում։ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը պատահական չհամարեց այն, որ մշակութային ինքնաարտահայտման ձևերի բազմազանության խրախուսման և պահպանության մասին կոնվենցիայի ընդունման 20-ամյակին նվիրված միջազգային համաժողովը հյուրընկալում է Հայաստանը, երկիր, որը պատմական և աշխարհագրական դիրքով պայմանավորված յուրատեսակ խաչմերուկ է եղել հյուսիս-հարավ, արևելք-արևմուտք, մշակութային, տնտեսական և քաղաքական ուղիների համար։ Եվ այսօր էլ նախարարի խոսքով մեր երկիրը ջանք չի խնայում լինելու խաչմերուկ, ոչ միայն մեր աշխարհագրական դիրքով պայմանավորված։ Շանթ հեռուստաընկերություն, Հորիզոն։